Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Համեցիկ։ Կարծիքով մի քիչ այլ բանի մասին եք խոսում։ Ես կարծում եմ այդ մարդը այդ հողը գնել է, սեփականությունը գրանցված է, տեխնիկապես նշանակությունը փոխվել է ու այդ պարագայում ո՞նց ենք իրան ասում, որ վճարի տարբերությունը։ Դա կարգավորված է, պարոն Մի հատ Գրիգորյան։ պարոն Թոմասյան, իրավիճակը ավելի ճիշտ ներկայացնեմ, որպեսզի դուք հարցին ճշգրիտ պատասխանեք։ Աճուրդի է հանվել գյուղատնտեսական նշանակությամբ ցածրորակ հող, ցածրորակ բառից բուն իմաստով վատ հող բայց գյուղատնտեսական նշանակության։ Եվ դա շարունակում է մնալ այդ կարգավիճակում։ Այս ընթացքում մենք միկրոռեգիոնալ փաստաթուղթ ընդունում ենք, այդ մարդը չգիտի, տեղյակ չի։ Եվ այդ գյուղատնտեսության ցածրորակ հողի գոտիավորման արդյունքում այդ դառնում է կառուցապատման համար պիտանի հող։ Պարոն Գրիգորյանի հարցը հետևյալն է, այդ մարդը իր սեփականության վկայականը ինքը նույնիսկ տեղյակ չի, որ ինքը հանում է վաճառքի, դուք ասում եք այդ վաճառքը գրանցելու պահին մենք տեսնում ենք եւ արդեն ասում ենք գնացեք վճարեք տարբերությունը։ Պարոն վարչապետ, ոչ թե վաճառքի պահին, այլ եթե ես ունեի գյուղատնտեսական հող եւ միկրոռեգիոնալով հաստատվեց եւ նախատեսվեց, որ այդ զոնայում, որը նախկինում գյուղատնտեսական էր, նախատեսվել է կառուցապատման հողեր դարձնել այդտեղ։ Սեփականատերը ստանում է իրավունք արդեն դիմել համայնքի ղեկավարին, ասել, որ խնդրում եմ իմ գյուղատնտեսական գրանցված իրավունքը համապատասխանացրեք միկրոռեգիոնալի մեջ դրված ցուցանիշներին։ Եվ համայնքի ղեկավարը տալիս է որոշում, ասում է, որ այսինչ գյուղատնտեսական նշանակության հողը համապատասխան միկրոռեգիոնալի դարձնել ենթադրենք բնակավայրերի բնակելի կառուցապատման հող։ Այս որոշման կայացման պահին առաջանում է իրավունքների վերագրանցման կարիք։ Մարդը պետք է դիմի կադաստրի կոմիտե, այն գյուղ հողի վկայականը փոխարինի բնակավայրերի բնակելի նպատակային նշանակության հողով։ Այս ժամանակ, եթե ինքը այդ տարբերությունը վճարած չի լինում համայնքային բյուջե, մենք իրավունքի գրանցում չենք անում, ինքը պարտավոր է սեփականատերը գյուղ հողից փոխարինման ժամանակ այդ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը վճարել համայնքային բյուջե։ Շատ լավ, մխիթարեցիք, բայց ինչպես կարող ենք մի հատ նայել այդ համակարգը ինչքանով է գործում եւ մասնավորապես վերջին շրջանում ինչ եկամուտներ ա բերել համայնքներին։ Կարող ենք նայել, կա բանաձև։ Համեցիկ։ Իմ կարծիքով յուրաքանչյուր համայնք իր մոտ վարում է այդ ընթացակարգը նպատակայինների փոփոխության։ Եթե նպատակայինների փոփոխության այդ որոշումները համայնքները իրենց մոտ վարում են, նաև մեզ մոտ էլ է իրավունքի գրանցում ստանում։ Մենք կարող ենք եւ մեզ մոտից արտահանել եւ խնդրել տկենին հավաքագրել, որպեսզի համադրենք ճիշտ արդյունք ստանանք վերջնական, այդ տարբերությունների վերաբերյալ ձեզ տեղեկատվություն փոխանցել։ Շատ լավ, այդ շատ կարևոր կլինի եւ հետաքրքիր կլինի, որովհետեւ այն ինչ որ ասցիք շատ լավ է, բայց հետաքրքիրն է, որ այլ ինստիտուտներ այլ կերպ էին ներկայացրել իրադրությունը, բայց շատ լավ է, որ այս քննարկման արդյունքում գոնե այդ մեխանիզմը կար։ Հակառակ դեպքում պատկերացնում եք, թե ինչ մեծ խնդրեմ է, բայց ամեն դեպքում համոզված լինելու համար մի հատ պետք է վերանայել։ Մի հատ ինձ թվում է մենք անենք հետեւյալ գործողությունը, մենք տեսնենք, թե մեր միկրոռեգիոնալ որոշումների արդյունքում ինչ գյուղատնտեսական նշանակության հողեր կան, որոնք փոխվել են արդեն կամ հանրային կամ կառուցապատման նպատակի հողեր, տեղորոշենք այդ հողերը, ինչ որ առումով կադաստրի հետ բան անենք, նույնականացնենք եւ նայենք ինչքանի կատեգորիան է արդեն իսկ փոխվել եւ ինչքան վճարումներ են արվել, որպեսզի այս հարցում որոշակի հանգիստ լինենք։ Իմ կարծիքով ամեն դեպքում խնդիրը կարող է կայանալ նրանում, որ եթե վաճառվել է աճուրդով գյուղատնտեսական հող եւ այնուհետեւ նույն գյուղատնտեսական հող առանց նպատակայինի փոփոխության մնալով անկախ նրանից, որ միկրոռեգիոնալում ինքը նախատեսված էր, նույն գյուղատնտեսական հողը վաճառվել է ավելի թանկ, նման բան այո կարող է տեղի ունենալ, ինչի համար, որովհետեւ շուկայում գյուղատնտեսական հողերի վերագնահատում տեղի չի ունեցել, բայց համայնքը հանում է վաճառքի կադաստրային արժեքով, շուկայում իր իրական արժեքը, օրինակ 100 դրամ չէ, այլ ենթադրենք $5 է կամ $7։ Իսկ կներեք, մենք չենք կարող օրենքով համայնքին արգելել, որ
այսինքն կամ այդ վերագնահատումը ինչի չենք անում։ Դե հեսա գույքային հարկերի հետ կապված այս փոփոխությունները արել ենք, բայց ինչ ենք ճանապարհի կեսին կանգնել։ Պարոն վարչապետ, այստեղ մենք էկոնոմիկայի մեր գործընկերների հետ քննարկել ենք, այստեղ իմ կարծիքով բավականին խոշոր ֆինանսական միջոցներ են հարկավոր հենց այդ սկզբնական հողի որակական ցուցանիշների դաշտային ուսումնասիրության եւ բնակլիմայական պայմանների ուսումնասիրության։ Շատ լավ, մենք չենք կարող կարգավորում անել, որ համայնքին ասենք հողը, այդ թվում գյուղատնտեսական պետքա նվազագույն գինը համեմատել լինի շուկայական գնին։ Այս պայդրությամբ, եթե չեմ սխալվում, հողային օրենսգրքով նախատեսված է, որ համայնքը կարող է կադաստրային արժեքով օտարել, եթե նման որոշում կայացնենք, պետք է ասենք, որ ոչ թե կադաստրային, այլ պետք է լինի շուկայական գնահատման հաշվետվություն տակը։ Եթե շուկայական գնահատման հաշվետվությանը հղում անենք, արդեն քիչ թե շատ կստանանք այն իրական արժեքները, որոնք առկա են շուկայում։ Դե բայց դա ուզում եմ հասկանամ, ինչ նախանգարում մենք մեզ որ դա անենք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուզում եմ հենց դրա մասին խոսեի, որովհետև այս հարցը ըստ էության մենք ենք բարձրաձայնել, ահազանգել եւ մեկ իրավիճակից էր բխում Երևանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գյուղերից մեկում մի ներդրումային ծրագրի շրջանակում մոտ 50 հեկտար հողը շուկայական գնահատումը 18 միլիոն դրամ էր եղել։ Իսկ շուկայական գնահատող կազմակերպությունը գնացել էր այդպես էր գնահատել եւ դա ներդրումային ծրագրի մեջ բերված այդպես գալիս էր եւ իհարկե չենք դրական եզրակացության չենք արժանացել, բայց դա մեզ համար որոշակի այդպես ահազանգի նման բան էր եւ այս խոսակցությունը մենք ունեցել ենք կադաստրի կոմիտեի հետ, որովհետեւ հողերի իրականում վերագնահատում պետք է արվի, որովհետեւ այն մեթոդաբանությամբ որ գնահատում են շուկայական գնահատումը ստացվում է իրականում այդ հողը պայմանական արժի 180 միլիոն դրամ, բայց դա հիմա ձեր կարգավորումներով 18 միլիոն։ Ուրիշ մի հատ խնդրեմ կա, որ երբ որ համայնքները նշանակում են հողի աճուրդ, այ միջալոց էլի թեմայով նամակները ստանում եմ անդադ ուղարկում եմ, որ իրականում աճուրդը աճուրդ չի, իրականում դրա մասին գիտեն շատ նեղ թվով մարդիկ։ Այ երբ որ աճուրդը լինի աճուրդ, մեկ ասում է 1000 դրամ եմ տալիս, մյուսը կասի 2000, երրորդը 5000, չորրորդը 100,000, 6-րդը 5 միլիոն, 7-րդը 17 միլիոն, 8-րդը 50 միլիոն եւ կվաճառվեն գնով, ինչը իր իրական արժեքն է։ Այստեղ ֆունդամենտալ խնդիրն է դա, որ աճուրդների հիմնական հատվածը ֆիկտիվ են իրանք։ Բայց ստեղ էլի կառավարության պատասխանատվությունը չի, ստեղ էլի համայնքի պատասխանատվությունն է եւ ստեղ էլի կամ մենք հիմա որ կառավարությունը ասի չէ լիազորություններ տվեք, կասեն որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանափակում են, բայց հարցը պետքա լուծվի, որովհետև այդտեղ ըստ էության ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում։ Այստեղ պետքա շատ հրատապ ինչ որ որոշումներ կայացնել։